Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, օրենքի հիմնական օրենքի 37-րդ հոդվածի փոփոխվում է հիմնական 37-րդ հոդվածը, որի համաձայն հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում եւ ըստ նախագծի կառավարությունը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել այդպիսի փոփոխությունը սեփականության, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված, այս նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցիոնալ մեխանիզմները, հանձնաժողովի նիստում բավականին հանգամանալի քննարկել ենք նախագիծը եւ մի քանի հարցեր են հնչել, որոնց կուզեի այստեղ էլ անդրադառնալ, մանավանդ որ սակավամարդ է ընդդիմադիր ներկայացուցչությունը, թեև այնտեղ շատ բուռն քննարկում ենք ունեցել։ Հարցերից մեկը, որ հնչել է, արդյոք սա Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապ ունի այս նախագիծը կամ կոնկրետ այս կրոնական կազմակերպությանն է ուղղված, քանի որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենաշատ պատմամշակութային հուշարձաններ տիրապետող կրոնական կազմակերպությունն է, պարզ է, որ առաջին հերթին եւ տրամաբանական է, որ առաջին հերթին այս ուղղությամբ են մեր մտքերը տրամադրված, երկրորդ հարցը Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին որքան պատմամշակութային հուշարձանների է տիրապետում սեփականության իրավունքով, այս պահի դրությամբ դրանք ավելի քան 360 են, եկեղեցիները եւ վանքերը, որոնց տիրապետում է 360-ից ավելին են, սրանց մեջ ներառված նաեւ այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ, հիշեցնեմ, որ 2010 թվականից հետո կառուցված որևէ եկեղեցի հուշարձանի կարգավիճակ չի ստացել եւ ես կարծում եմ սա նույնպես վերանայելու կարիք ունի, միգուցե արժի արդեն 15-20 տարվա վաղեմության եկեղեցիները նույնպես դիտարկել որպես հուշարձաններ եւ ներառել պահպանական ցանկերում։ Մյուս հարցը, որ հնչել է, արդյոք նախադեպեր եղել են սեփականության իրավունքի փոփոխության եկեղեցու գույքի, որ այսպիսի մտավախություն է առաջացել, կամ նման նախադեպեր չեն եղել, բայց կոնկրետ եկեղեցիներ, այսինքն հայտնի չեն այդպիսի նախադեպեր, բայց կան չհերքված տեղեկություններ, որ եկեղեցին եւ այդ մասին էլի խոսել ենք Մարսիա Ցոտունթեմի առաջնորդը ասաց, որ եկեղեցին կազմակերպությունը իր փաստացի ղեկավարի ընտանիքի անդամներին օտարել է գույքեր, բնակարաններ, որից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին կոնկրետ հասցեներով եւ մարդկանց անուններով, որոնք ես այստեղ չեմ կրկնի մարդկանց եւ նրանց հասցեները չթիրախավորելու համար։ Բացի այդ, օրեր առաջ եւ երևի հենց նույն օրը, երբ որ մենք քննարկում էինք այս նախագիծը, եկեղեցու ներկայացուցիչ Տեր Ասողիկ քահանան հարցազրույց տվեց, այդպես բրիֆինգ ունեցավ այն կապակցությամբ, որ եկեղեցու պատկանող Գեղարդից կոթաղից փշրանք է նվիրվել ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով, բառացի եմ մեջբերում, ինչ որ մեջբերում եմ, եւ քահանան ասաց, որ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական թե եկեղեցական, կարող է նվիրաբերել, դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է եւ որևէ մեկը այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու, ինչը նշանակում է, որ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքին նույնպես կարող է այդպիսի վերաբերմունք լինել նաեւ եկեղեցիների պատմամշակութային հուշարձանների դեպքում միգուցե մեկ այլ հոգեվոր առաջնորդի կամ նույն հոգեվոր առաջնորդի ծննդյան առիթով մի փոքրիկ ավանդատուն նվիրեն, օրինակ, որը հուշարձան է, եթե օրինակ Սուրբ Գեղարդից մի փոքրիկ փշրանք նվիրելը համարվում է լիակատար իրավունք, որի կապակցությամբ ոչ ոք իրավունք չունի ձայն անգամ արձակելու։ Էլի հարցեր են հնչել, մասնավորապես մնացած գույքերը այս կարգավորման մեջ ներքո
տեղավորելու կապակցությամբ հույս ունեմ այս հարցերը կհնչեն նաև հիմա, քանի որ ժամանակս լրացավ եւ ես հնարավորություն կունենամ արձագանքելու։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։